Ողջույն սիրելի հետևողներ, ինչպե՞ս եք։ Ուրախ կլինեմ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, մեկնաբանություն բաց թողնեք եւ լայքեք։ Այսօր կշարունակենք մեր 4-րդ տարը, 3 տարերի մասին արդեն զրուցել եմ ես, կարող եք նայել իմ YouTube-յան նախորդ վիդեոներում։ 4-րդ տարն է, դա 4 հողն է, կրակ ջուր օդի մասին արդեն զրուցել եմ։ Հողի տարերքը, որը ամփոփում է բոլոր տարեքների շրջանը եւ հանդիսանում է այն հիմքը, որի վրա կառուցվում է մեր նյութական իրականությունը։ Հողը ամենախիտ, ամենակայուն եւ ամենածանր տարերքն է։ Այն ներկայացնում է իրականություն, եթե կրակը ցանկություն, օդը պլան, իսկ ջուրը մոտիվացիա, ապա հողը այն արդյունքն է, որը կարելի է շոշափել։ Հողը բաժանվում է հիմնական 3 մասի։ Առաջին մասը կայունություն եւ պաշտպանություն, երկրորդ մասը պտղաբերություն եւ երրորդ մասը մարմնավորում։ Կայունություն եւ պաշտպանությունը մասին հողը տալիս է սահմաններ եւ անվտանգություն զգացում։ Այն մեր հենարանն է, որը թույլ չի տալիս ցնդել կամ կորչել երազանքների մեջ։ Երկրորդը պտղաբերությունը։ Հողը այն արգանն է, որը սերմ է վերածվում է բույսի, այն պատասխանատու է աճի, առատաձեռնության եւ բարգավաճման համար։ Եվ երրորդը մարմնավորումը, սա մեր ֆիզիկական մարմինն է, առողջությունը եւ նյութական հարստության տարերն է։ Նաեւ առանձնացրել եմ հողի տարերքի քարերը, հորոսկոպի նշանները, որոնք գտնվում են հողի տարերքի մեջ եւ տարու կարտերին։ Հիմա մի քանիսը կթվարկեմ հողի տարերքի քարերը, որոնք է։ Հողի քարերը սովորաբար անթափանց են, ծանր են եւ ունենում են երկնային երանգներ։ Գույներն են կանաչ, շագանակագույն, սև, մուգ, կարմիր։ Յաշմա, ուժի եւ կայունության քար, ան օգնում է հողակցել եւ պահպանել հանգստություն ճգնաժամային պահերին։ Մալաքիտ, հարստության եւ տրանսֆորմացիայի քար, այն ձգտում է նյութական բարիքների եւ պաշտպանում է բացասական ազդեցություններից։ Վագրի աշկ, օգնում է կենտրոնացնելու էներգիան գործնական նպատակների վրա եւ բերում է հաջողության գործերում։ Օնեքս, ինքնատիրապետում է եւ պաշտպանության քարը, այն կլանում է բացասական էներգիան եւ տալիս է ներքին ուժ։ Հիմա կանցնենք հորոսկոպի նշաններին։ Հողի տարերքի հորոսկոպի 3 նշաններն են, բաղկացած են 3 հողի նշաններով։ 3 հողի հիմնական մասերի է բաժանվում։ Ցուլը, պտղաբեր հող, ներկայացնում է կայունություն եւ նյութական պաշարներ եւ ֆիզիկական վայրկներ։ Մոլորակն է Վեներա։ Կույսը, մշակվող հող, ներկայացնում է կարգ ու կանոն, վերլուծություն, աշխատանք եւ առողջություն։ Մոլորակն է Մերկուրի։ Այծեղջյուր, լեռնային հող, ժայռ, ներկայացնում է ստրատեգիա, ժամանակ, կառելիա եւ բարձրագույն նպատակների նվաճում։ Մոլորակն է Սատուրն։ Իսկ տարո կարտերից նրանք ընկնում են հողի տարերքի մեջ պատկանում են պենտակլենները։ Իմաստը խորհրդանշում է փող, ունեցվածք, աշխատանք, բիզնես, ֆինանսական աշխարհի պտուղները։ Դինամիկա, եթե քարտերը շատ են պենտակլները, նշանակում է իրավիճակը պահանջում է պրոակտիվ մոտեցում, համբերություն եւ ֆինանսական հարցերի վրա կենտրոնացում։ Մի փոքր տեղեկություն նաեւ կտամ հողի տարերքի գործնական կանոնների հետ կապված։ Ուղղությունը հյուսիս։ Հողի տարերքի գույներն են, ինչպես նշել էի, կանաչը, շագանակագույնը, սևը, դեղինը եւ մոխրագույնը։ Ծիսական կիրառում։ Հողի տարերքը ակտիվանում է աղի, քարի, հողի կամ մետաղադրամների միջոցով։
Մոգության մեջ այն օգտագործվում է պաշտպանողական շրջանի ստեղծում և ցանկություն նյութականացնելու համար։ Հողը սովորեցնում է մեզ լինել համբերատար, հուսալի և հասկանալի, որ ամեն ինչ ունի ժամանակ աճելու և պտուղ տալու համար։ Այսպիսով մենք փակեցինք 4 տարեքների շրջանը։ Հիշեք, որ այս 4 տարեքները միասին կազմում են մի ամբողջություն։ Կրակը տալիս է կայծ, օդը տալիս է տարածություն, ջուրը տալիս է կյանք, հողը տալիս է ձև։ Այս 4 տարեքների հիմնական կենտրոնը 5-րդ տարը։ Էթերի կամ ոգի։ 5-րդ տարի մասին կխոսեմ իմ հաջորդ ուղիղ եթերի ժամանակ։ Լավ մնացեք, մինչ նոր հանդիպում։